Պարոն Կոստանյան, արդյոք պատրաստվում է Եվրամիության մասնագիտական խումբը գալ Հայաստան, որը պետք է հիբրիդային պատերազմի դեմ պայքարեր, երբ է նախատեսում, եթե կան ժամկետներ այդ այցը։ Ըստ ձևակերպումը մի քիչ սխալ է, հիբրիդային պատերազմի դեմ չի պայքարելու Եվրամիության խումբը, այլ Եվրամիության գործընկերները աջակցել են Հայաստանին, պայքարելու են հիբրիդային սպառնալիքների դեմ, որոնք մենք տեսնում ենք։ Այս պահին հնարավոր ժամկետների մասին քննարկումները ընթանում են եվրոպական գործընկերների հետ։ Դա ինչ խումբ է լինելու, այսինքն իրենք ինչ մասնագետներ են լինելու եւ արդյոք Հայաստանը ինքնուրույն չի կարող այդ պայքարը տանել եւ դրսից մեզ օգնություն է պետք։ Հայաստանը ունի իր կարողությունները, բայց վստահաբար որոշակի էքսպերտային աջակցությունը մշտապես կարող է ավելի օգտակար լինել եւ ընտրական գործընթացներում էլ գիտեք, որ նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ եւ դա նորություն չէ, մեր միջազգային տարբեր գործընկերներ տարիներ շարունակ աջակցել են Հայաստանի Հանրապետությանը։ Այսինքն որտեղից եկող այդ պատերազմների դեմ են նրանք փորձելու պայքարել, որովհետեւ կամ օգնել Հայաստանին։ Խնդիրը աղբյուրը չի, խնդիրը փաստն է, որ Հայաստանը բախվում է հիբրիդային հարձակումներին։ Բայց գոնե ճշտել եք հիմնական ուղղությունները որտեղից են, ինչ հիբրիդային պատերազմի մասին ընդհանրապես խոսքը։ Մենք ունենք մեր ընկալումները նաև աղբյուրների մասին, ըստ անհրաժեշտության մեր տարբեր գործընկերներ դրանց մասին բարձրաձայնում են, վստահ եմ տեսել եք նաև արտաքին հետախուզական ծառայության վերջին հայտարարությունը։ Որպես նաև փոխարտգործնախարար եմ ուզում հարցնել, դուք ինչ տվյալներ ունեք, չէ՞ որ մեր դրսի հայրենակիցների ճնշումների մասին է խոսքը, դուք հիշեցրիք արտաքին հետախուզության հայտարարության մասին, ինչ ընդհանրապես տեղեկություններ ունի արտգործնախարարությունը այս առումով։ Արտգործնախարարությունը նույնպես իր հերթին նման տվյալների տիրապետում է, բայց դրանք կհանրայնացվեն ըստ անհրաժեշտության, նաև պետք է հաշվի առնել, որ ներքին գործերի նախարարությունը եւ մեր համապատասխան կառույցները նաև հետևում են գործերին եւ միգուցե այդտեղ նաև քրեական պատասխանատվության հարց բարձրանում։ Այսինքն ճնշում գործադրելու հետ կապված Հայաստանում քրեական գործառույթի դրա հետ կապված կան արդեն տվյալներ, թե ես չեմ կարող մեկնաբանել։ Լավ, պարոն Կոստանյան, եւ որևէ հստակեցում չկա երկրի մասին, որտեղ ճնշումներ են գործադրվում մեր հայրենակիցների մասին, նույն հայտարարության մեջ էլ չկա։ Արտգործնախարարությունը ունի տվյալ, մասնավորապես որ երկրի մասին է, որտեղ են մեր հայրենակիցների ճնշում։ Երկրի մասին է։ Կամ մի քանի երկրների մասին։ Շատ լավ։ Եվ վերջինը, պարոն Կոստանյան, արտգործնախարարի նամակը Եվրամիություն այդ շատ քննարկվեց, որ մենք օգնություն էինք խնդրել։ Այս առումով կարծես թե նաև հերքում չեղավ արտգործնախարարությունից, արդյոք Հայաստանի իշխանությունը այնքան այդ հարցում շահագրգիռ է Եվրամիության օգնության, որ նամակով Հայաստանի պաշտոնյան դիմում է։ Կան հստակ պրոցեդուրաներ, թե ինչպես է տեղավորվում համագործակցությունը X կամ Y հարցի շուրջ։ Կան հարցեր, որոնց շուրջ համագործակցություն ծավալելու համար անհրաժեշտ է ֆորմալ նամակագրություն այդ։ Եթե կհիշեք, նաև ժամանակին նույն ԵՄ դիտորդական առաքելության հետ կապված էլի եղել են համապատասխան պաշտոնական գրագրություն, որի հիման վրա Եվրամիության գործընկերները որոշում են կայացրել։ Աջակցություն ցուցաբերել, այդ աջակցությունն արդեն եկել է Հայաստան, թե դեռ ինչ նկատի ունեք աջակցություն։ Եվրամիությունը Հայաստանին պատրաստվում է գումարով աջակցել, նաև այդ աջակցության մասին է խոսքը։ Գումարային աջակցության մասին չի միայն խոսքը, այլ նաև էքսպերտային աջակցության մասին է։ Մենք մեր տարբեր գործընկերների հետ, ոչ միայն Եվրամիության գործընկերների հետ, այո աշխատում ենք հիբրիդային սպառնալիքների չեզոքացման ուղղությամբ։